Բարև ձեզ Factor TV-ի հյուրը անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար քաղաքագետ Արեգ Քոչինյանը, ողջույն։ Բարև ձեզ։ Քոչինյան հայտնի է դարձել, որ Կրեմլում Հայաստանի հետ հարաբերությունները կամ Հայաստանի ուղղությամբ իրենց աշխատանքը նոր համակարգող ունի Պուտինի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոն, նա այսպես գորշ կարդինալի համբավ ունի Կրեմլում, հնաբնակներից է մոսկովյան վերնախավի եւ Վեդոմստին ուղղակի նկարագրում էր, որ նրա խնդիրն է տեղեկատվական աշխատանք իրականացնել Հայաստանի եւ առայժմ ներքաղաքական բլոկը չկա, ինչպես նաեւ մեղմ ուժ կիրառել ռուսական շահերը առաջ մղելու համար եւ նոր խնդիրներ կդրվեն, երբ որ մոտենա 26 թիվը, ըստ ձեզ ինչի մասն է խոսքը։ Ամենաառաջինը այդ գորշ կարդինալը, որ ասում է, իմ մոտ նստվածությունն է, որ Կրեմլում որ պաշտոնյային վերցնում են ինչ-որ խոսակցություն գրում այդ պաշտոնյայի մասին, որ մանավանդ մի 10 տարուց ավել է աշխատած լինում, միանգամից հետևից գալիս է այդ գորշ կարդինալ արտահայտությունը, նստվածությունն է, որ Կրեմլում գորշ կարդինալ կա, որտեվ Կրեմլում ով աշխատում է, նստվածությունն է, որ այդ մարդը արդեն գորշ կարդինալ է այդ մասով։ Երկրորդը այն որ Ռուսաստանը Հայաստանին հիբրիդային հարվածներ է հասցնում հատկապես տեղեկատվական դաշտում եւ փափուկ ուժը ճակերտավոր այսպես կիրառում է, դա նորություն չէ։ Դա իրականություն է, որը մենք ապրում ենք ձեզ հետ արդեն մի քանի տարի է։ Այն որ Ռուսաստանը սաստկացնելու այդ հարվածները նույնպես շատ կանխատեսելի է, դրա մասին մի անգամ չի որ ասվել է, որ դա տեղի է ունենալու։ Եվ դա տեղի է ունենալու ավելի ու ավելի ուժեղ, ինչքան մենք մոտենանք 26 թվականի ընտրություններին, բայց նախ եւ առաջ են փաստը, որ նման տեղեկությունը տարածվել, արդեն իսկ շատ վատ մեկնարկ է, որտեղ նման տեղեկություն պետք չի տարածել։ Եթե խնդիրը դրված փափուկ ուժ կիրառել եւ տեղեկատվական գրոհներ իրականացնել, դրա մասին նման ուրեմն արտահոսքեր կազմակերպելը վնասում է հենց այդ գործին, որտեղ դա աչալուրջ է դարձնում ավելի Հայաստանի հասարակությանը եւ ավելի դիմադրունակ է դարձնում այդ տեղեկատվական հոսքերին։ Իսկ մեկնարկը արդեն իսկ վատն է։ Ինչը չի նշանակում, որ պետք է թուլանալ եւ այսպես աչալուրջ չլինել, ես նույնպես եմ ուզում ասել, որ այս հարվածները Հայաստանի արչև ուրեմն առաջիկա 1-1.5 տարի ընթացքում եթե ամենալուրջ մարտահրավերն են լինելու ու սա առաջի պետությունը չի, որ նման հարվածների արժանացել կամ արժանանալու։ Ռումինիայում մենք տեսանք ինչ տեղի ունեցավ, Մոլդովայում տեսանք ինչ տեղի ունեցավ եւ Վրաստանում տեսանք ինչ տեղի ունեցավ, թե ինչպես է ռուսական քարոզչամեքենան աշխատում այս բոլոր 3 երկրներում։ Ընդ որում Ռումինիան, քանի որ ԵՄ անդամ է, այնտեղ հետաքննությունը ոնց որ թե շատ ավելի պրոֆեսիոնալ եւ այսպես հիմնարար տեղի ունեցավ ու շատ հետաքրքիր փաստեր են այնտեղ բացահայտվում, հա, որ չգիտեմ, այնտեղ 15000-ից ավել TikTok-յան օգտահաշիվներ են բացվում, որոնք սկսում են զբաղվել Ռումինիայի նախագահի մի տեխնացուի, կոնկրետ մի տեխնացուի, ռուսամետ տեխնացուի քարոզով։ Այ նմանատիպ բաներ մենք այստեղ ենք տեսնելու։ Եվ երկու բան կա էլի այստեղ ասելու։ Մեկը մեր հասարակությանը աչալրջություն ցուցաբերելն է։ Հիմա սնկի պես սկսելու են աճել ինչ-որ տարբեր հեռուստաընկերություններ, ամենատարբեր անուններով, եվրոպական անուններով շատ հաճախ, որոնք որ լինելու են ռուսական կոնտենտ։ Պետք է լինել աչալուրջ։ Դա նորություն է իրականում։ Հա, դրանց մի մասը արդեն գոյություն ունի, այո։ Պետք է լինել աչալուրջ, հետևել այն տեղեկատվական հոսքերին եւ այն մեդիա պրոդուկտին, որը որ ձեզ քաչ ծանոթ է, ֆակտորը, այլ լրատվական գործակալություններ, որոնք որ տասնամյակներով աշխատել են Հայաստանում եւ մարդիկ գիտեն ովքեր են այդ մեդիա գործակալությունները, իրանցից ինչ են ներկայացնում, ինչ արժեքներ են դավանում, ինչ են ուզում, հա, եւ այլն եւ այլն։ Եվ մյուս կողմից իհարկե պետք է կոչ անել իշխանություններին իրենց գործիքակազմերը նույնպես կիրառել, որտեղ ի վերջո Հայաստանի հանրային մուլտիպլեքսում այսքան ժամանակ է դա խոսեցվում, այդ հեռուստաընկերությունները ռուսական շարունակում են իրենց եթերը եւ աներկբայորեն օգտագործվելու են։ Պարոն Քոչինյան, դուք շատ լավ տեղ բերեցիք, ես ուզում եմ հենց դա նշանակել Նիկոլ Փաշինյանին աղետ բերողը վերնագրով, հա, հաղորդում են նկարում եւ իրական դա հաղորդում չէր, հայհոյախառն ինչ որ բաներ, որ նույնիսկ հայաստանյան հեռուստաալիքները այդպիսի ցածրած ճաշակություն չեն հեռարձակում եւ դա մեր Փաշինյանի դեմ չէր, հայ ժողովրդի, Հայաստանի պետականության դեմ ըստ էության քարոզեր, այդ թվում հայազգի որոշ անձանց մասնակցությամբ, բայց Հայաստանի իշխանությունները դրանից դասեր չի քաղում, այսինքն նրանք ինչ որ հաղորդում են փակում, ինչ որ մի քանի րոպեանոց ինչ որ լուրիկ են փակում, այսպես էլի, հա, 30 օրով չգիտեմ ինչ են փակում, վերաբացում, հա։ Նրանք լուրջ չեն վերաբերվում սրան։ Ինչ եք մտածում, ինչու է այս վերաբերմունքը։ Ես վստահ չեմ, որ այդ հաղորդումները, որոնք ռուսական կողմը նկարահանել է,
ունեցել են ազդեցությունը առնվազն Հայաստանի լսանի վրա, որով իրանք հույս են ունեցել։ Ես չեմ բացառում, որ դա ունեցել է հակառակ ազդեցություն եւ իշխանությունն էլ ելնել է այդ մեկնակետից, բայց ամեն դեպքում այն, որ ռուսական ալիքների անխափան եթերը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում նման հիբրիդային հարվածների պարագայում ակնհայտ թշնամանք պարունակող գործիք է, տեղ քննարկման առարկա չկա, հասկանում եք։ Քննարկման առարկան նախկինում ինչ է տեղի ունեցել։ Մարդիկ ասում են իշխանության մեջ, որ դե մենք ալիքները փակենք, ռուսները դրան պատասխան ինչ որ հարված են մեզ հասնելու, մենք էլ դրան պետքա դիմադրենք, այսինքն չեն ուզում, այսպես ասած, կռվի մեջ մտնել հետները։ Բայց հիմա երբ որ դու իմանում ես, որ հակառակորդը պատրաստվում է այդ հարվածները այլևս եւ թիմ է հավաքում եւ ռեսուրսներ է կենտրոնացնում այդ ուղղությամբ, գիտեք, կռվի մեջ կարաս չմտնես, եթե գալիս են քեզ ծեծելու, կարաս ուղակի թուլանաս, հաճուկ ստանաս, բայց դա էլ է ձև, բայց չեմ կարծում են ձևն է, որը որ մեզ հետաքրքիր է, էլի։ Հիշում եք, երբ որ Արցախի բռնի տեղահանման օրն էր եւ Երևանի փողոցում ընդդիմությունը հանրահավաք էր անում, կա նաեւ Արցախի մեր հայրենակիցներ, ովքեր մտահոգություն ունեն, որովհետեւ շրջափակված էր, մարդիկ չեն կարողանում դուրս գալ եւ ռուսական ալիքները Telegram տարածում են, որ Հայաստանի իշխանությունը արգելել է արցախցիներին դուրս գալ եւ մարդիկ Երևանի փողոցներում պահանջում են թույլ տալ, որ գան մարդիկ փրկվեն ցեղասպանությունից ըստ էության, հա, Մարգարիտա Սիմոնյանն ու Սոլովյովը այնտեղից ասում են, եթե դուրս չգաք Երևանի փողոցներ, ցեղասպանություն է լինելու, այսինքն հիբրիդային պատերազմի գործիքակազմը մենք տեսել ենք մեր կյանքում, հա։ Այո, ես դա եմ ասում, որ սա նորություն չի, այն որ Ռուսաստանը հիբրիդային հարվածները Հայաստանին հասցնում, դա արդեն մի քանի տարվա պատմություն է։ Մենք ապրում ենք այդ իրականության մեջ, մարդկանց մի մասը չի հասկանում այդ հիբրիդային հարվածների փաթեթավորումը չեն ընկալում, իրենց թվում է թե դա մի մասը ընդդիմություն է, մի մասը ինչ որ ակտիվիզմ է եւ այլն, բայց այդ ամբողջ փաթեթը չեն կարողանում մարդիկ ընկալել, որ դա Ռուսաստանի հիբրիդային հարվածներն են։ Իսկ մոտիվացիաների մասին, այս հրապարակման մեջ, պարոն Քոչարյան, նշվում է, որ երկրի ղեկավարությունը թեքվում է դեպի արևմուտք, ինչը անընդունելի է Ռուսաստանի պետական քաղաքականության տեսանկյունից։ Արդյոք թեքվում է դեպի արևմուտք եւ արդյոք սա է Ռուսաստանի գործիքակազմը այդ արևմուտքը թեքվելը խանգարելու։ Ռուսաստանը ունի շատ գործիքակազմեր դեպի արևմուտք թեքումը կանխարգելելու համար, տարբեր երկրների հետ օգտագործում է տարբեր գործիքակազմեր, այդ գործիքակազմից մեկը նաև այն ինչ որ Ուկրաինայում է տեղի ունենում, այսինքն ագրեսիվ նվաճողական ուրեմն պատերազմը, ինչ վերաբերվում է արդյոք այդպես է թե արդյոք այդպես չի, ես չեմ կարծում որ Հայաստանի իշխանությունները թեքվում են դեպի արևմուտք, Հայաստանի իշխանությունները վարում են դիվերսիֆիկացիայի քաղաքականություն, Հայաստանի իշխանությունները իրենց արժեվ դրել են խնդիր ուրեմն բալանսավորված արտաքին քաղաքականություն ունենալ հարաբերություններ, բարձր մակարդակի հարաբերություններ ուժային բոլոր կենտրոնների հետ։ Ճիշտ այնպես ինչպես դա անում է Ադրբեջանը իմիջիայլոց, ճիշտ այնպես ինչպես դա հիմա սկսում է անել Վրաստանը, որը նույնչափ հետաքրքիր է, այնպես որ այդ մեղադրանքները անգամ անտեղին են, որովհետև որ դեպքում են այդ հիբրիդային հարվածները իրենց տեսանկյունից արդարացի դարձնում։ Երբ որ Հայաստանը գնում է դեպի արևմուտք, գնում է դեպի ՆԱՏՕ եւ այլն, թեպետ դա իհարկե արդարացնելու բան չէ, նկատում եմ Ռուսաստանի տրամաբանության մեջ, հա։ Ոստեղ մի հատ էլ հետաքրքիր շերտ կա, գիտեք, երբեմն գիտեք ինչ է տեղի ունենում, ուրեմն իրանց այստեղի գրչակները ասեմ, թե տեղեկատվություն հավաքողները ասեմ, ագենտուրան ասեմ, ինքան ուրճացնում է պատկերները եւ այնքան ուրճացված է իր զեկույցները ուղարկում Մոսկվա իր սեփական գոյությունը արդարացնելու, իր ռոճիկը արդարացնելու համար, որ Մոսկվայում շատ ուրճացված պատկերացումներ են կազմվում Հայաստանի արևմտյան ընթացքի վերաբերյալ։ Եվ դրանց որոշ դրվագներ այսի մասացի մենք տեսել ենք այդտեղ իրանց այդ ակումբներ, բաներ, որ ունեն, որոնց ժամանակ ինչ որ հայտարարություններ են անում, ելույթներ ունեն, բայց վերցեք այդ ելույթները, լսեք այդ մարդիկ ինչ են խոսում Հայաստանի մասին։ Ինչ են խոսում Հայաստանի հասարակության մասին եւ այլն եւ այլն։ Եվ կտեսնեք ես ինչ եմ ասում, որ շատ հաճախ Մոսկվայում էլ չեն տիրապետում իրավիճակին, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, իրանց այդ ասվեդամիցելներ, հա, չա ներողություն ես ռուսերեն բառի համար, այսպես հիպերբոլացված զեկույցների հետևանքով։ Բայց նորից եմ ուզում կրկնել։ Հայաստանի ճանապարհը դա բալանսավորված, իմ կարծիքով նաև ոչ բլոկային արտաքին քաղաքականության ճանապարհն է, որով պետք է շարունակել գնալ եւ միևնույն ժամանակ պատրաստվել հարվածներ, որտեղ այդ հարվածները անխուսափելի լինելու են։ Այս հրապարակման մեջ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի անունն է նշում, որպես ռուսամետ գործիչներ, ասում եմ բացառությամբ նրանց այլ մարդ չկա քաղաքական, որ խոսի Ռուսաստանի անունից, բայց հարցը ընտրությունների մեջ չէ, այլ Ռուսաստանի
ներկայության վերջերս մամուլում հրապարակում եղավ, որ Քոչյանը այցելել է Մոսկվա եւ հանդիպել Պուտինի հետ, նրա թիմակիցը մեր լրագրողի հետ զրույցում չէր մեկնաբանել, այսինքն չէր հերքել։ Նման դեպքերում շատ արագ հերքվում է, հա։ Ընդհանրապես հերքում ես չեմ տեսել։ Այդ Քոչարյանի դերակատարությունը որը կարող է լինել ընդհանրապես ռուսական քաղաքականության համատեքստում մարդ, որը միութենական պետություն մտնելու կողմնակից էր։ Ես կարծում հրաշալի բան տեղի կունենա, եթե Ռուսաստանը իր խաղադրույք անի Ռոբերտ Քոչյանի եւ Սերժ Սարգսյանի վրա։ Հրաշալի ում համար, իրենց համար, Ռուսաստանի համար, թե Հայաստանի համար, ել ավելի հրաշալի բան տեղի կունենա ՔՊ-ի համար իրականում, որովհետեւ այս պայծությամբ ՔՊ-ն Հայաստանում ուրեմն քաղաքական մեծամասնություն ձևավորելու միայն մեկ տարբերակ ունի, եւ այդ տարբերակներն են, որ Ռոբերտ Քոչյանը ու Սերժ Սարգսյանը դառան ՔՊ-ի հիմնական ընդդիմադիրները։ Մենակ այդ պարագայում ՔՊ-ն կարողանա 50+1 ձայն ապահովել խորհրդարանում։ Այնպես որ եթե Ռուսաստանում ուզում են, որպեսզի Հայաստանում ոչինչ չփոխվի, շատ ճիշտ ուղու վրա են, այո, պետք է օգտագործել, շարունակել օգտագործել նույն գործիքները Ռոբերտ Քոչյանին եւ Սերժ Սարգսյանին, եւ դրանով հրաշալի նվեր ըստ էության մատուցել առաջին իշխող ուժին եւ երկրորդին Հայաստանի Հանրապետությանը։ Իսկ նրանց ռեսուրսները ինչպիսին են, քաղաքական։ Իրենք իրենց աստեղային ժամը ըստ էության ունեցել են 21-ի արտահերթ ընտրությունների ժամանակ։ Ես շատ քիչ հավանական եմ համարում, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններում երկուսն էլ հնարավորություն ունեն ավելի շատ ձայն հավաքելու։ Որտեւ այն դա էր պիկը, այսինքն դա իրենց պիկն էր, այո, պատերազմ պարտված իշխանության ֆոնին փորձել ինչ-որ ռեաբիլիտացիայի գնալ, դա այն ամենամեծ հավանականությունն է, որ բայց այս անգամ Արցախը կորցրած ոչ միայն պատերազմում պարտված իշխանության ֆոնին, պարոն Քոչարյան։ Ես կարծում եմ Հայաստանի հասարակությունը հասկացել էր, որ Արցախը կորստված է նաև 21 թվականին։ Կարծում եք, թե պատերազմի շոկը իհարկե շատ մեծ էր, բայց Արցախը դեռ կորցված չէր ամեն դեպքում։ Իսկ մարդիկ հասկանում էին, որ բանից անցել է։ Չգիտեմ ինչի, ես անընդհատ այս բանը տեսնում եմ, որ մարդկանց մոտ շատ սկեպտիցիզմ կա Հայաստանի հասարակության քաղաքական ընկալումների վրա, չեմ ասում ձեր մոտ, բայց շատ հաճախ եմ հեսա տեսնում, որ այ մարդկանց թվում է, թե միջին վիճակագրական Հայաստանի քաղաքացին ինչ որ ավելի քիչ բան է հասկանում, քան ինքը, քան իրենք, որ տենց պետքա իրանց բացատրել, պետքա ինչ որ տենց ներկայացնել, բայց ես ես անկեղծ ասեմ, ես շատ հաճախ որ շփվում եմ մարդկանց հետ, շուկայում, չգիտեմ, խանութում, փողոցում, հա, այդ մարդիկ շատ հաճախ ավելի սուր քաղաքական միտք ունեն, քան շատ քաղաքական գործիչներ եւ այսպես մեդիա գլուխներ, որոնք խոսում են որպես փորձագետներ։ Շատ հաճախ իրանք իրականությունները շատ ավելի հստակ ու ավելի պարզ են տեսնում, քան մի շարք փորձագետներ ու քաղաքական գործիչներ, այսպես ասեմ։ Դե ամեն դեպքում Գյումրիի սցենարը հուշում է, որ կարող են նրանք տարբեր ճակատներով գնալ եւ վերջում տեսականորեն հնարավոր է, բայց ընդհանրապես Գյումրիի օրինակը բերել Հանրապետականի վրա ես կարծում եմ ամեն դեպքում սխալ են, դա բայց Քոչյանը ամեն դեպքում վերջին իր հրապարակային խոսակցության ժամանակ հենց դա էլ նկարագրում էր, որ մենք տարբեր թևերով կարող ենք գնալ, ով հաջողություն ունենա, հետո կոալիցիա կազմի։ Հասկացա, ուրիշ բան եմ ասում եմ, թիմ տրամաբանության մեջ տեղ ունեցող ընտրությունները Հանրապետականից Հայաստանում տարբերվել են գրեթե միշտ։ Երկրորդը Գյումրիում միշտ է հաղթում ընդդիմությունը, երրորդը նաև զուտ քանակական թվերով, եթե նայեք, իշխանության ճամբարը ավելի շատ ձայն է հավաքել, քան իր նախորդ ուրեմն ընտրությունների ժամանակ։ Ինչու նույնպես բավականին խոսուն փաստա հասարակության տրամադրվածության վերաբերյալ։ Բայց ամենակարևոր մեթոդաբանական տարբերությունը, ես կարծում եմ, այդ թիմ ընտրություններ, որտեղ որ բոլորովին ուրիշ սկզբունքներով են մարդիկ գնում ընտրությունների եւ հանրապետական ընտրություններ, որտեղ որ այլ սկզբունքներով են գնում ընտրությունների, դա մեկ։ Եվ երկրորդը, ես նաև չեմ բացառում, որ Վարդան Ղուկասյանի ֆենոմենը հակառակ էֆեկտ կարող ունենա իրենց համար։ Որտեղ հիմա ստացվեց այնպես, որ նախկինում ուրեմն այդ նախկինների ճամբարի, այսպես ասենք, այն ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը, ով Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչյանի հետ միաժամանակ պետք է գտնվեր նաև բանտում, հիմա վերադարձել է մեծ քաղաքականություն, քաղաքապետ է դարձել։ Ու դա մարդկանց մոտ կարող է առաջացնել շատ լուրջ անհանգստություններ։ Ես շատ բացասական զարգացում եմ իհարկե գնահատում այն փաստը, որ մենք նույնիսկ վերադառնում ենք այդ նախկին ներկա խոսույթին եւ չի ձևավորվում երրորդ բաժանում եւ չի ձևավորվում այլընտրանք շատ վատ է դա ժողովրդավարական ուժերի դեպ դա շատ կարեւոր է այո եւ թե ֆաշիստական այնքան ուժեր կան որ կարող են էլի ես սա լավագույն դեպքում բերելու է քաղաքական լճացման լավագույն դեպքում է թելա շատ ավելի վատ սցենարներ կան ու սա շատ վատ է բայց երբևիցե
իշխանությունը շահագրգռված չի լինելու այս իրավիճակը փոխել, հասկանում եք, որովհետև քանի կան այս ընդդիմադիրները, այս իշխանությունը կկարողանա վերարտադրվել։ Ինչպես որ ակնկալել որ այ իշխող թիմը, չգիտեմ, քաղաքացիական պայմանագիրական Նիկոլ Փաշինյանը անելու են որևէ բան, որպեսզի Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը այլևս չլինեն Հայաստանում հիմնական ընդդիմադիրները։ Միամտություն է։ Դա պետք է անեն քաղաքական թիմերը, քաղաքական ուժերը, որոնք որ հայտ կներկայացնեն դառնալու ընդդիմություն։ Հայաստանում հիմա այս պայծությամբ ամենաակտուալ խոսակցությունը պետք է լինի ընդդիմափոխության խոսակցությունը։ Ես մի քանի անգամ եթերով այսպես անուններ տալով հայտարարություն այցի, որ ես որպես հասարակական կազմակերպության ղեկավար պատրաստ եմ հարթակ տրամադրել այս մարդկանց, այս քաղաքական ուժերին, կոնսուլտացիաներ սկսենք, մենք հաշվարկել ենք, մենք տեսել ենք, որ այս մարդիկ միավորվեն, իրենք միանշանակ անցնելու են խորհրդարան եւ դառնալու են այդ երրորդ ուժը։ Բայց յուրաքանչյուրն ուզում է վարչապետ լինել։ Բայց յուրաքանչյուր նախ մի մաս ուզում է վարչապետը լինի, մի մասը վստահ է, որ ինքը 10% զեր ունի, այդ նույն մարդիկին, որոնք նախորդ ընտրություններն են վստահ, որ իրանք 10% զեր ունեն, 1%-ը չունեն, հետո պարզվեց։ Դից ամեն մեկը վերբակ իր վրա քաշելով հրապարակային մերժեցին իմ այդ առաջարկները, հիմա ինչ։ Հասկանում եք, այդ մարդիկ այդ իրանց դաշտում է այդ պատասխանատվությունը։ Այդ մարդիկ ընտրությունները 0.5% ձայն կավաքեն եւ ու սկսեն բողոքել, թե բայց ինչ վիճակը։ Հիմիկվանից միավորվեք, գնացեք միասնական ճակատով ընտրությունների, ոչ մեկը չեք անցնելու միայնակ։ Նույն համառությունն ու նույն ինքնավստահությունը ցույց եք տալի 21 թվականին ոչ մեկը չանցակ խորհրդան Սերժ Սարգսյանը անցակ խորհրդան ձայները չհավաքած։ Նույն բանը հիմա են անում։ Ու այդ պատասխանատվությունը իրենց դաշտում է։ Այդ դրա համար պատասխանատու են իրենք։ Ես չեմ ուզում նորից անուններ տամ, որտեղ այս անունները արդեն մի ռաունդ ոնց որ ասած տվել են։ Դե քաղաքական գոռոզությունը ոչ ոք չի չեղարկել Հայաստանում։ Իսկ ինչ եք մտածում, Քոչարյանին կհաջողվի 26-ի ընտրություններին ընթառաջ համոզել, որ իրոք հայերն էին հրահրել պատերազմը, հայկական կողմը եւ հայկական իշխանությունը։ Ես բառացի եմ մեջբերում պարոն Քոչարյան։ Քոչարյանին։ Հա։ Այո, Քոչինյանին քիչ անց կմեջբերենք։ Գիտեք, պարոն Անյան, ես կարծում եմ այդտեղ որովհետև սա գլխավոր բանավեճերից մեկն է, հա, այսինքն պատերազմի պարտության մեղքը պարոն Քոչարյանը մեղադրեց հայերին, հայկական կողմի եւ հայկական իշխանություններին։ Պատասխանատվության ուրեմն էլեմենտը Ռուսաստանի համար ամենակարևոր հարցն է, որ ինքը կարողանա Հայաստանի հասարակությանը համոզել, որ ինքը չի դավաճանել Հայաստանին, որ դա Հայաստանն էր, որ երես է թեքել իրանից։ Բայց եկեք մի հատ հիմա հետահայաց հիշենք, թե ինչա տեղի ունենում։ 2018 թվականին Հայաստանում տեղի ունենում հեղափոխություն, եւ նոր ձևավորված իշխանությունը հակառակ շատերի սպասելիքների չի փոխում արտաքին քաղաքական գիծը։ Ավելին սկսում է ավելի ամրապնդել այդ գիծը։ Մենք Ռուսաստանի հետևից գնում ենք Սիրիա, մենք Ռուսաստանի բոլոր նախաձեռնություններին աջակցում ենք, մենք Ռուսաստանի բոլոր քվեարկություններին աջակցում ենք, Հայաստանի ղեկավարության թիվ 1 ուրեմն ուղղությունը գործուղումների, հանդիպումների Ռուսաստանն է լինում։ Մենք ակտիվորեն մասնակցում ենք ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում բոլոր ինտեգրացիոն գործընթացներին։ ԵԱՏՄ բանկում մեր մասնակցությունը 0.34 թվականից հասցնում ենք մինչև եթե չեմ սխալվում համարյա 5%։ Իսկ ներդրումներ ենք անում այդ ոլորտում։ Անում ենք ամեն ինչ, ինչ որ ուզում է Ռուսաստանը ըստ էության։ Դրա փոխարեն 20 թվականին մեզ պատերազմից 2-3 օր առաջ ռուսական հետախուզությունը, հայկական հետախուզությունը համոզում է, որ որևէ պատերազմի վտանգ չկա, հանգիստ եղեք, զորքերը մի շարժեք, անիմաստ մի գրգռեք թշնամուն։ 3 օրից սկսում է պատերազմը։ Պատերազմի ընթացքում հակառակ ուրեմն պատմականորեն ձևավորված ակնկալիքներին Հայաստանում, որ եթե Թուրքիան միջամտում Ադրբեջանի կողմից, մեր կողմից է միջամտող կա, մեր կողմից միջամտող չի լինում։ Հետո կնքվում է նոյեմբերի 9-ի համաձայնագիրը։ Ռուսական կողմը գրեթե առաջին օրվանից իր արժեվ դրված պարտավորությունները չի կատարում, առաջին օրվանից ադրբեջանական կողմը սկսում է մաշել ուրեմն Ղարաբաղը, գրավել բարձունքներ, գերիներ տանել եւ այլն եւ այլն։ Հետո տեղի ունենում 21-22 թվականների հարձակումները բուն Հայաստանի տարածքի վրա, որտեղ նույնպես Ռուսաստանը, եթե օրինակ Ղարաբաղում կարող ասել դա այն պատասխանատվության գոտին չի, ստեղծած բան չէր կարող ասել, բայց փոխարեն ասեց մենք չգիտենք ձեր սահմանը որտեղով անցնում։ Իմիջիայլոց ստեղարանքը կար մի հատ Խովայև անով դիվանագետով մի հատ թուղթ էր բերում, որպես Ռուսաստանի առաջարկություն կոնֆլիկտի հանգուցալուծման։ Այդ թղթին Հայաստանը համաձայնվում է։ Հայաստանը ռուսամտն ասում են Փաշտյանը մերժեց Խովայևին։ Սուտ են ասում այդ մարդիկ։ Անբարոյապես սուտ են ասում։ Հայաստանը համաձայնվել է Խովայևի թղթին եւ հրապարակային է դրա մասին հայտնել եւ Խովայևին է դրա մասին հայտնել։ Հա Եվրոպայում ինչ խաղ է։ Հեսա գալիս ենք, սպասեք։ Դրանի պատասխան Ադրբեջանը մերժել է Խովայևի թուղթը, ավելի կոնկրետ դրա 15-րդ կետը, որով Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում էր ապագային։ Ադրբեջանը դա մերժել է, փակել է Ադրբեջանը այդ հարցը։
Ռուսները մեզ մի քանի ամիս համոզում են, որ հանգիստ եղեք, մենք ադրբեջանցի հարցը կլուծենք, բայց իրանք քանի դա մեզ ասում են, այնքան Ադրբեջանը ավելի շատ է գրավում Ղարաբաղում եւ այնքան ավելի ամրապնդվում Հայաստանի սահմաններից օկուպացված տարածքներում։ Այս ամեն ինչին զուգահեռ եղավ այդ 22-ի ուրեմն 22-ի սեպտեմբերի 13-ին 22-ի օգոստոսին եղավ այդ նամակը, որը որ ուղարկվեց Հայաստանի իշխանություններին եւ որտեղ որ պահանջ ներկայացվեց Հայաստանին հող հատկացումներ անել հայերենական սահմանից մի կիլոմետր խորության վրա Ադրբեջանից մինչև Նախիջևան այնտեղ պատ կառուցելու պահանջով Հայաստանը դա բնականաբար մերժեց։ Դրանից հետո սեպտեմբերին եղավ հարձակումը Հայաստանի վրա Ադրբեջանից ու Ռուսաստանի քար լռությունը։ Եվ դրանից հետո էր միայն որ Հայաստանը ճարահատյալ գնաց Պրահայի process-ով իր ինքնիշխանությունը, իր տարածքային ամբողջականությունը պահպանելու համար։ Ճանաչեց հանելով բանակցողի աթոռը։ Այդտենց Պուտինի տակից բան հանողը մենք ենք, հա, այդ ինչ ոչնչություն է Պուտինի, թե իր տակից աթոռ հանողն է մենք ենք։ Փաշինյանն էր։ Ստիպված Հայաստանը գնաց Պրահայի գործընթացի, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ստանալով իր տարածքային ամբողջականության ճանաչումը։ Սա է եղել իրականությունը։ Դրանից հետո եղավ 23 թվականը, դրանից հետո եղավ Արցախի էթնիկ զտումը, որտեղ ռուսական խաղաղ կոնտինգենտը որևէ մասնակցություն չցուցաբերեց, ավելին օգտագործեց այդ իրավիճակը մաքսիմալ վնաս տալու համար Հայաստանին։ Հիշում եք այդ օրերին հայտարարություններին արվում թե Հայաստանը չի ընդունում արցախցիներին, թե Հայաստանը թույլ չի տալիս որպեսզի արցախցիները գնան Հայաստան։ Այդ հայտարարությունները ով էր անում։ Ես էի անում այդ հայտարարությունները, դուք եք անում այդ հայտարարությունները։ Հիշում եք, չէ՞ ով էր անում։ Ու այսքան բանից հետո հիմա այդքան լկտիություն ունենալ, ասել, որ դա Հայաստանն է, ուրեմն երես թեքել Ռուսաստանից, որ այդ Հայաստանն է մեղավոր այս ամեն ինչի մեջ, դա ընդհանրապես ասում են, որ քաղաքականությունը չի փայլում բարոյական ուրեմն արժեքները, բայց դա անգամ այդ խոսակցության մեջ նոր բարձրունք է, էլի։ Բայց երբ որ Քոչարյանն ասում է հայերն են մեղավոր, հայկական կողմը եւ հայկական իշխանությունը, եւ նկատի ունի նաեւ 19-ի Ռուսաստանի առաջարկը Փաշինյանը չընդունեց, մադրիդյան սկզբունքներով չբանակցեց, առաջ քաշեց արկածախնդրական Մյունխենյան սկզբունքներ եւ այլը եւ այլ։ Իհարկե ես նաեւ չեմ հիշում, որ նույն Քոչարյանը աջակցեր 19-ի այդ նախագիծը, հա, ես այդպիսի բան չեմ հիշում, նրանք ասել գնացեք եւ 5 տարածք հանձնեք Ադրբեջանին առանց Արցախի կարգավիճակի։ Այդպիսի բան չեմ հիշում, բայց հիմա պարզվում է դա շատ լավ նախագիծ է եւ Փաշինյանը մեղադրում։ Որ Ռոբերտ Քոչարյանը հայերն է մեղադրում, դա շատ օրինաչափ է, բահո ալբանացիներին չի մեղադրելու, բնական է որ պետք է հայերին մեղադրի Ռոբերտ Քոչարյանը այդ մասով, իսկ ինչ վերաբերվում է առաջարկություններին, Ռոբերտ Քոչյանի եւ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին եղել են տասնյակ առաջարկություններ, որոնք եղել են նույնիսկ ավելի լավը, քան այն առաջարկը, որը որ ժառանգություններ թողնվել նոր իշխանությանը։ Եկեք ֆիքսենք մի բան, էլի, որ անցնող 30 տարիների ընթացքում յուրաքանչյուր հաջորդ առաջարկը եղել է իրականորեն ավելի վատը, քան նախորդը, շատ պարզ պատճառով, որտեղ ուժային բալանսը թեքվում էր հոգուտ Ադրբեջանին։ Եվ փուլային տարբերակից լավ տարբերակ օրինակ համար երբևիցե չի քննարկվել։ Ամեն հաջորդը եղել է ավելի վատը։ Հիմա թե Ռոբերտ Քոչյանի, թե Սերժ Սարգսյանի ընթացքում եղել են առնվազն 3 առաջարկություն եւ համանախագահներից եւ հակառակորդից։ Երկու նախագահներն էլ ըստ էության բոլոր առաջարկները թաղել են, հետո եղել է շատ ավելի վատ առաջարկ բնականաբար։ Ես հիմա հետահայաց, այո, Հայաստանի իշխանությունները սխալ են արել, որ այդ առաջարկը չեն ընդունել, ինչպես որ սխալվել են Հայաստանի իրենցից առաջ գրեթե բոլոր իշխանությունները, որոնք որ չեն ընդունել այդ առաջարկությունները։ Բայց ես օրինակի համար զուսպ եմ այս հարցում քննադատելու գործում, որովհետև ես իմ վրա եմ նայում, եթե ես 18, 19, 20 թվականներին ինձ էլ ասվեր այն նմանատիպ առաջարկը, ես էլ էի դրան դեմ լինելու։ Իհարկե, այստեղ մեկ այլ շերտ կա, որ ես չունեի ամբողջ տեղեկությունը, որը որ ուներ օրվա իշխանությունը, դա իրանց պատասխանատվությունն է։ Ռազմական հարաբերակցություն այո, էթիկական ենթակառուցվածքների հարաբերակցություն եւ այլն եւ այլն եւ այլն, բայց մի շերտ էլ ասեմ այս թեմայով ու վերջ, ես ուզում եմ նաև հիշեցնեմ, որ նոր իշխանության գալու առաջին օրվանից սկսած հանրապետական կուսակցությունը, դաշնակցությունը, այսինքն Ռոբերտ Քոչյանի անձնական օգտագործման դաշնակցությունը, սկսեցին առաջին օրվանից հայտարարություններ տալիս, թե այս մարդիկ եկել են հողերը տալու համար։ Այս ամեն ինչը իրարից ստեղծում է մեկ ամբողջական պատկեր։ Բայց դա էլ մի քիչ քաղաքական իմաստով հասկանալ չի։ Այն ժամանակ օրինակ իրենք
Ես հիշում եմ հակականները ասում էին կա սեղանին դրված փաստաթուղթ, Հայաստանի իշխանությունը մերժում էր եւ այլն, այդպիսի բանավեճ կար, բայց չեն ասում գնացեք եւ ընդունեք օրինակ Լավրովի պլանը։ Գեցեք, հակառակն են ասում են սրանք եկել են Լավրովի պլանը ընդունեն, մեզ դավաճանեն հողերը տան։ Այնց էլ եմ ասում։ Ու բնական է, որ նման քննադատության պարագայում իշխանության դիրքորոշումը ավելի կոշտանում է։ Դա հիմա ինչու են ասում տայք Լավրովի պլանը։ Բա որովհետեւ բա ինչ եմ ասում, որ այս ամեն ինչը շատ ծայրահեղ անբարոյական է։ Որտեղ հիմա քաղաքական կոնյունկտուրան սենց է, այստեղ հնարավոր է այսպիսի քաղաքական դիվիդենտներ շել, պլյուս Ռուսաստանից էլ տենց են ասում են։ Փաշինյանը մայիսի 9-ին կգնա Պուտինի կողքին կգանգնի եւ շքերթին կհետևի։ Դա էլ է նշանակում, որ Հայաստանի իշխանությունն էլ որոշակի աջակցություն ակնկալում Կրեմլից։ Հայաստանի իշխանությունները, ես կարծում եմ, սխալմամբ, նորից սխալ անելով, հույս ունի դեռևս կառավարելի պահել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Այ թույլ չտալ, որպեսզի այդ ճգնաժամը վերահսկողությունից դուրս գա, ու իրենք անխնա սկսեն ենթարկվել հարվածների։ Ես կարծում եմ, որ բանը բանից անցել է վաղուց, եւ Ռուսաստանը հիմա ամբողջ ճակատով Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ չի տանում, այլ միայն դեռևս հիբրիդային հարվածներ է հասցնում, մենակ մի պատճառով, որտեղ ինքը դեռևս զբաղված է Ուկրաինայում։ Բայց հույս ունենալ, թե այ հնարավոր է դնելու իրանց հետ պայմանավորվել, ես կարծում եմ մեղմ ասած միամտություն է։ Տեսեք, առնվազն իրանցից լավ պայմանավորվողներ ռուսների հետ կան, ավելի շատ բան տվողներ ռուսներին կան, ու այդ դաշտում իրանք խաղալու տեղ չունեն, ես կարծում եմ։ Ռուսաստանի ԱՊՀ երկրների առաջին պետդեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը հայ է նա փաստորեն ասում է, որ եթե Հայաստանը խախտի ԵՏՄ պայմանագիրը, մենք ունենք անհրաժեշտ միջազգային իրավական մեխանիզմներ, միության մյուս անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար եւ մի խոսքով Հայաստանի համար լավ չի լինի, ասում են, ԵՏՄ-ից դուրս գալու նպատակ կա այս բան։ Ինքը ճիշտ է ասում, բայց իր ասածը չի վերաբերվում ԵՏՄ-ից դուրս գալուն։ Իր ասածը վերաբերվում է, որ եթե Հայաստանը շարունակի մնալ ԵՏՄ-ին, բայց օրինակի համար մաքսային որոշակի process-ների մեջ մտնի ԵՄ-ի հետ, սրան է վերաբերվում, որը Հայաստանը սպասում չի պատրաստվում անել։ Ամենասուր մեղադրանքները միշտ հայազգի վերնագրով դե բնական է այդ կայսերական ավանդույթը միշտ է եղել, հիմա բյուզանդական կայսրությունում էլ Հայաստանի ամենաշատ վնասված կայսրերը ազգության փայ են եղել։ Պարոն Քոչարյան, ձեր ղեկավարած կազմակերպությունը անցկացրել է հետազոտություն Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից, եթե շատ կարճ նկարագրեմ, ինձ հետաքրքիր առաջիկա օրերին հնարավորություն կունենան նաև հեռուստադիտողները լսել սրա մասին դուք ներկայացնելու եք, դրանք այդ կախվածությունները արդյոք քաղաքականապես մահացու կարող են լինել Հայաստանի համար, եթե ամբողջությամբ, այսպես որպես գործիքակազմ խեղդելու process տարվի Հայաստանի դեմ։ Շնորհակալ եմ։ Վաղը հենց կլինի շնորհանդեսը աշխատության, դա կլուսաբանվի, հետաքրքրված մարդիկ հնարավորություն կունենան դրան ծանոթանալու։ Մենք այնտեղ խոսում ենք եւ առկա ռիսկերից եւ դրանց հնարավոր լուծումներից, բայց պատասխանելով բուն ձեր հարցին, տեսականորեն, եթե Ռուսաստանը միաժամանակ սկսի բոլոր կախվածությունները, բոլոր գործիքները օգտագործել Հայաստանի դեմ, այո, դա Հայաստանում կստեղծի կատաստրոֆիկ իրավիճակ, բայց նաև Ռուսաստանի հնարավորությունը բոլոր գործիքները միաժամանակ եւ մոտ ապագայում կիրառելու խիստ կասկածելի է, որովհետեւ այդ կախվածությունների մի մասը առնվազն փոխկախվածություններ են։ Եվ այնպես չի, որ Ռուսաստանը միաժամանակ եւ բոլորը իր հաճույքի, իր կմահաճույքի համաձայն կարողանա օգտագործել։ Մնացածը կառավարելի է ճիշտ քաղաքականության եւ քրտնաջան աշխատանքի պարագայում։ Շատ են դրանք անվտանգային համակարգ, պարենային համակարգ, էներգետիկ համակարգ, այդ դուք տեսնում եք արդյոք Հայաստանի իշխանություններից քայլեր, որակյալ քայլեր իրական, ոչ թե հայտարարություններ, այսպես բան, դրանք շտկելու որոշակի դիվերսիֆիկացիայի բերելու։ Ցավոք սրտի խոսակցությունները այդ թեմայով այսպես շատ ավելի շատ են, քան գործողությունները, ինչպես եւ շատ այլ ոլորտներում են տեղի ունենում Հայաստանում, բայց նաեւ ուրանալ եւ ասել, որ ոչինչ չի արվել, ես կարծում եմ սխալ է, կան կոնկրետ ուղղություններ, որտեղ առաջադրանքներ արված են, դա Հայաստանի արտաքին ուրեմն գնումներն են զենքզինամթերքի ոլորտում, դա էներգետիկայի ոլորտում որոշակի նախապատրաստական հետ դեռևս աշխատանքներն են, դա ներդրումների ոլորտում որոշակի փոփոխություններ են, որոշ աշխատանքներ արվում են, բայց սա մեղմ ասած այն տեմպը չէ, որը որ պետք է լիներ օգտագործելու համար այն զբաղվածությունը, որ հիմա ունի Ռուսաստանը, եւ ավելացնելու համար Հայաստանի դիմադրունակությունը ու պատրաստելու Հայաստանը ապագա
մարտահրավերներին։ Թուրքմենստանից գազը իրատեսական ծրագիր է։ Իրականում նախկինում նման խոսակցություն, սա առաջին անգամը չի, որ այս խոսակցությունը առաջանում է, այլ լավ, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակի էր այս խոսակցությունը եւ որոշ հատվածներում նույնիսկ արդյունք եղել է, առանձին բեռնափոխադրումներ այդ հեղուկ գազի եւ այլն տեղի ունեցել են։ Սա շատ հերանեկարային խոսակցություն է իսկապես, բայց դա կարա լինի հերանեկարային եւ իրատեսական մի պարագայում, եթե այդ գազամուղները չեն կանգնում Հայաստանում, եթե դրանք շարունակվում են մեկ այլ տեղ, դա կարա լինի Վրաստանը, դա հարաբերությունների կարգավորման պարագայում կարա լինի Թուրքիան, տարբեր, բայց մենք պետք է աֆիքսենք, որ զուտ հայկական շուկայի կարիքները բավարարելու համար նման ենթակառուցվածքային նախագծեր կառուցելը ես շատ թերահավատ եմ դրանց, ասենց ասեմ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Արեգ Քոչինյանին։